Դուք գիտեք Երևան քաղաքում օրինակ քանի տարում են մանկապարտեզ սարքում, վերանորոգում, հա 6, 7, 8 տարի է տևում ու չեն ավարտում։ Կառուցած մանկապարտեզներից, ստեղ ով համարձակություն կունենա, եկեք միասին գնանք օրինակ 95, 105, 137 մանկապարտեզները։ 95 մանկապարտեզում երեխաներին տարե տեղավորել են, պատվալում կանալիզացիան չեն մաքրել։ Երեք մեկն ասում էր ոնց որ Գրոզնին էլի, Գրոզնին չգիտեմ, բայց 95 մանկապարտեզի բակը հիշեցնում է Գազան, Իսրայելի հարվածներից հետո, խայտառակությունը։ Այդ ձեր վերանորոգած մանկապարտեզների համար ամոթ է ուղղակի։ Նաև մանկապարտեզների վերադարձման հետ կապված ասեմ, պարոն Խաչատրյանը ստեղ չէր որ ասեմ, ես ժամավաճառությամբ զբաղվող չեմ։ Այդ 3 տարի եկել եմ, ասում եմ, տո առնողին էլ, ծախողին էլ, հետ չբերողին էլ։ Կարող էին Արեգ Գիրիքյանի խոսքերն ասեմ, բայց բարեկիրթ կլինեմ։ Եկել եմ 8 տարի իշխանության եք, մի հատ մանկապարտեզ հետ չեք բերել։ Գիտեք, այսօրվա իշխանությունը, երբ որ մի բանը իշխանական բուրգի մեջ վատ է լինում, մեկը կաշառք է վերցնում, ասում եք Նիկոլ Փաշյանն ինչ մեղավոր էր, ներքևիններն էին խարապ կամ մյուսը։ Նիկոլ Փաշյանը ո՞ր էս պիտի իմանալ, բայց Ռոբերտ Քոչյանի կառավարման տարիներին, եթե մի հատ պահակ ծուր քայլել, ասում եք Ռոբերտ Քոչյանն է մեղավոր, որովհետև ինքը ուժեղ ղեկավար էր։ Ժողովուրդ, այդ նույն տրամաբանությունը պրոյեկտ եք ձեր վրա, դա է ճիշտը։ Ինչ ասում եք պրոյեկտ եք ձեր վրա, ժողովուրդ, հասկանում եք։ Ստե падգամավորներ կան իմ մոտ տպավորիչներ, որ միջև իրան գիտեն fake account-ի դեմը նստած են իրան։ Տղեկ, ձեր դեմք երևում է ստեղ։ Արդեն մի բան որ ասում եք, ամեն ասացի համար պատասխանատվություն կրեք։ Խոսում եք զոհերի թվի մասին։ Ժողովուրդ, ես եղել եմ 1000 դրամների հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամն ու անվճար եմ աշխատել։ Ինձ հեռացրել են, որովհետև փողերը մուտք չէր լինում։ Կանդրադառնա մի քանի անգամ հրապարակել եմ այդտեղից ես։ Բայց գիտեք ինչն է հետաքրքիր, նախագահ Քոչյանի կառավարման 10 տարիներին հակառակորդի գնդակից, եթե ճիշտ եմ հիշում, զոհվել են 93-ը։ Ընդհանուր 114, ովքեր փոխհատուցում են ստացել, այսինքն փոխհատուցում չէ, աջակցություն այդ գումարը տրամադրել ենք մենք, փոխհատուցում երբեք չես կարող տալ զոհվածի ընտանիքին, իրենց հասանելի գումարը տվել եք։ Իսկ կարող եք դուք այստեղ կանգնած հրապարակել, թե Նիկոլ Փաշյանի կառավարման 8 տարիներին քանի զոհ ա եղել։ Խնդրում եմ դա ասեք։ Նույն խաղաղ պայմաններից եք խոսում, Ազատի զորամասի դեպքում միայն 15, եթե չեմ հիշում, մահ գրանցվեց։ Ժողովուրդ, այդ որ խոսում եք, միշտ հիշեք, որ մարդիկ կան, ովքեր հիշում են, վերլուծում են, գնահատական են տալիս,